Մեր ձեռքբերումը սերն է Աստված, մեր ձեռքբերումը այն է, որ մենք այսօր կարողանում ենք երգել եւ մեր երգելով գրավենք մարդկանց։ Ամենագեղեցիկ, հրաշալի, բարի խոսքը, բարի աղոթքը, բարի երգեցողությունը կարծում եմ մանուկից կարող ես լսել, ինչպես Քրիստոս էր ավետարանում ասել, եթե չլինեք մանուկների նման, չեք կմտնի երկնքի արքայություն։ Երեխաները մի գեղեցիկ դուռ են, մի սքանչելի բանալի, որ պետք է բացեին մարդկանց սրտերը, նայելու, տեսնելու Տաթեի վանքի այս հրաշքը։ Մի աշնանային օր եկանք եկեղեցի աղոթելու, չենք երգչախմբում չկայինք, ուղղակի մեր սովորություններ, որ Կիրակի օրը իջնում էինք, իջանք այդ ժամանակ Հայ Սուրբը առաջարկեց մեզ, որ մենք էլ միանանք երգչախմբին, սկզբից տենց չէինք ուզում, ճիշտն ասած, բայց հետո այդ օրը հենց գնացինք երգչախմբի փորձեր գնացինք, մասնակցեցինք, շատ հավանեցինք, դրանից հետո արդեն մի տարի մի ամիսա որ անընդհատ գալիս եք երգչախմբի ու արդեն առանց երգչախմբի չենք կարող առանց վանքի, այդ մեր կյանքն է դարձել։ «2007 թվականին, երբ նշանակվեցինք Տաթևի վանք, ես եւ Սամվել Սարգսակը առաջին գործը այցելել դպրոց, ընտրել զայնեղ երեխաներին, որպեսզի կարողանանք վանքում երգչախումբ ստեղծել։ Եվ շատ փայլուն արդյունք եղավ, որտեվ այս սարերում ապրող երեխաները շատ շնորհալի են։ Եվ անգամ դասարաններ կային, որ ամբողջ դասարանի աշակերտները զայնեղ էին։ Մեկ տարի առաջ Տաթև վերածնունդ հիմնադրամի, Տաթև վերածնունդ աշխատակազմը դիմեց մեզ, որ ասաց ուզում ենք ավելի բարձրամակարդակ, մասնագիտական երգչախումբ ստեղծել։ Իդեպ նշեմ, որ Հայր Միքայելը մեկ պայման էր մեզ առաջադրել երգչախմբի ղեկավարման հարցում, նա պարտադիր պայման դրեց, որպեսզի երգչախմբի ղեկավարը լինի հավատքով մարդ։ Եվ մենք գտանք այդ մարդուն, Սիմոն Սիմոնյանին։ Առաջին անգամ ուրիշ գյուղի երեխեքի հետ էր հանդիպումը, Շինուհայր, Խոտ, Հալիձոր, միանշանակ տպավորությունն այնպիսին էր, որ լրիվ ուրիշ աշխարհ եմ ընկել։ Պարզ, ինչ որ գիտեին, դա երգում էին։ Լավ էր, վատ էր, դա իրանց համար նշանակություն չուներ, ամենապարզությունն էր, հա, իրանց մեջ։ Վերևից իջնում եք այնքան ներքև, հետո բարձրանում եք, Շատ ընդունակ են մեր երեխեքը, առհասարակ մաքուր օդում մեծացած, մաքուր սնունդ ունեցած երեխեքը միշտ էլ ընդունակ են, բայց այս Տաթևի երեխեքը բացառիկ հիշողություն ունեն, ինչ վերաբերում է ճիշտ նոտաներ երգելուն, կամ ճիշտ բառ երգելուն, կամ ճիշտ հայերեն երգելուն, դա ավելի երկար ժամանակ էր էլի պետք, ճիշտ է, երեխեքը ձանձրանում էին, թե ինչ ասում Սիմոնը, գնանք տուն կամ այս կողմը կամ, բայց փորձեցի այս սա էլ հաղթահարել։ Իրանց լեզվով խոսացի ուղղակի, նախ բառից բուն իմաստով իրանց լեզվով սկսեցի խոսալ, Տաթևի բառով։ Սովորը հատուկ հա, sense բռնում sense ցտնում։ Նորից ի։ Մենք միանգամից չեն գալիս ու սկսում երգել, մի քիչ զրուցում ենք իրար հետ, ծիծաղում, կատակներ անում եւ հետո սկսում ենք երգել, նախ մի քիչ ձայնի վրա ենք աշխատում, որպեսզի կարողանանք լավ երգել, հետո Սիմոնը առանձին մեզ երգերը հարցնում է, թե իմանա ով ինչպես է երգում, իսկ հետո խմբով սկսում ենք երգել միասին։ Սիմոնը չէր զլանում մեզ գովաբանել, թեկուզ ամենափոքր մեր
քայլը, որ մենք կարողանում էինք նույնիսկ լավ չէինք երգում, բայց նա երբեք չէր ասում, որ մենք վատ ենք երգում, հակառակը միշտ գովաբանում էր ու ասում էր, որ սրանք մեր առաջին քայլերն են։ Առաջին հերթին մեզ դուր եկավ երգչախմբի միջավայրը, որ այնտեղ համ ընկերական միջավայր էր եւ ուսուցողական եւ շատ բաներ կարող էիր սովորել եւ ինքդ քեզ կարող էիր բացահայտել ինչ որ մի բանը։ Ես մանկուց դեռ երգել եմ, ուղղակի չի եղել, որ ես չէի մտածում, որ կարող եմ հոգեվոր երգել, երբ որ երգեցի ու մեր խմբավարը Սիմոնը միշտ լավ խոսքեր էր ասում, շռայլում էր, ես դրանից ավելի մեծ ցանկություն առաջացավ, որ հետագայում էլ շարունակեմ երգի բնակավարում։ Կարծես մեր ընտանիք լինի մեր երգչախումբը, ընտանիքի անդամներով կարծես հավաքվում ենք, Սիմոնը ընտանիքի մեծն է ու նա միշտ խորհուրդներ է տալիս մեզ, նա սովորեցնում էր նաև լինել ազնիվ ու երբեք չկորցնել այդ հոգևոր արժեքները, միշտ աղոթել ու միշտ կապված լինել եկեղեցու հետ։ Երեխայի շրթունքներից ամենաանմեղ մաքուր աղոթքն է հնչում։ Ինձ համար իրենց երգեցողությունը շատ ավելի հաճելի է, քան թե մեծամեծ երգչախմբերի։ Ժողովուրդն ասում է, մեր տունը մանկան ճիչով է լցվել։ Հիմա երբ որ երեխաներն են երգում եկեղեցում, իրապես մանկան շունչը, մանկան ճիչը լցվում է մեր եկեղեցի եւ շատ ազգեցիկ է մանկական երգեցողությունը, անմեղ, մաքուր, անաղարտ, հատկապես Տաթեի վանքին նման հնամենի սրբատեղիում եւ սքանչելի արձագանքի պարագային։ Մինչև երգչախումբը ամեն ինչի շատ մակերեսային էինք նայում, եկեղեցին գալիս էինք, բայց այն հավատով չէին գալիս, երբ երգում ես հոգևոր երգերը, կարծես հանգստություն ես զգում, կարծես Աստված քո մեջ է լինում ու աղոթք անել եկեղեցում ու պատարագի մասնակցել աներևակայելի մի աշխարհ է։ Մինչև Սիմոնի գալը մեր երեխաները մի քիչ անուս էին։ Պատարագը սովորեն լսելով։ Տիտանական աշխատանք է տվել Սիմոնը։ Եվ փառք Աստծո այսօր մեծ արդյունք է նկատվում։ Երեխաները կարողանում են երգել, երեխաները սովորել են թե ինչպես երգել, եւ երեխաները գիտեն թե ինչպես պետք է ճիշտ երգել, որտեղ հոգեվոր երգեցողությունը հստակ մոտեցում է պահանջում։ Այնտեղ պետք է հոգիդ երգի։ Մեծ ճիքուջանք պետք չէ գործադրել, պետք է աղոթել։ Եվ երբ որ դու աղոթելով ես երգում, իրապես քո երգը ազդեցիկ է, քո երգը գեղեցիկ է, եւ մարդիկ էլ շնորհ են ստանում քո երգեցողությունից։ Եվ կարծում եմ այս շեշտը մեր երգչախմբում հստակ է դրված։ Աղոթելով երգելը։ Կան երեխեք, ովքեր շատ փակված էին, այսինքն շատ ամաչկոտ էին, չէին խոսում, բայց երգչախմբում լինելով, անընդհատ այդ արվեստի մեջ լինելով, հա, ինչ-որ վերին բաների մասին խոսալով, իրանց մոտ բացվեց, կարծիք ունեցան ու այսօր կարողանում իրանց կարծիքը արտահայտեն։ Շատ մեծ ներդրում ունենում իմ երգչախմբի համար նաև ուխտագնացությունները։ Էջմիածին ուխտագնացություն կազմակերպեցինք Երևան, մի քանի անգամ Արցախ ենք գնացել,
Եվ այնտեղ տարբեր եկեղեցիներում երեխաները բնականաբար երգել են եւ կարծում եմ յուրաքանչյուր մեկն էլ լսելով նրանց սքանչելի ռեշտակային երգեցողությունը ուղղակի զվարթացել է, ուրախացել է, որ Աստվածային շնորհը իրապես գործում է այս երեխաների միջոցով եւ աս մատաղ տարիքից իրենք Տիրոջն են փառաբարում։ Բոլոր միջոցառումներին արդեն Տաթևի երգչախումբը ներկայանում է յուրովի, Տաթևի երգչախումբի արդեն Տաթևի վանական երգչախումբ, բոլորը արդեն մեծ բանտով են ցույց տալիս այսպես ասած եւ երգում ենք, ասում են տեսեք Տաթևի վանական երգչախմբի անդամներն են։ Ու հաճելի է, որ ոչ միայն Տաթևում, այլ նաեւ ուրիշ տեղերից, շրջակա գյուղերից կամ քաղաքներից զանգում են կամ գալիս են, ասում են, որ ձեր երգչախմբի մասին մենք միայն լավ բաներ ենք լսել ու մենք դրա համար շնորհակալ ենք Սիմոնին, որ ու Հայ Սուրբին նաև, որովհետև իրանց շնորհիվ է, որ մենք այսքան բաների հասել ենք։ Երեխան այնպես է, որ մի բան սովորեց, ամբողջ օրը պետք է երգի։ Գնում է տունը, ամբողջ օրը երգում է։ Բնականաբար ծնողը պետք է լսի, դպրոցում ուսուցիչը պետք է լսի, այսինքն ակամայից ոչ միայն իրենք են սովորում, այլ նաև երգի քարոզ են իրենց ընտանիքում, բարի շնորհի փոխանցողներ են իրենց միջավայրում, դպրոցում, այսինքն ակամայից իրենց երգեցողությունը, իրենց աղոթքը փոխանցվում է նաև իրենց ընտանիքները։ Կարծես ճակատագրական օր լիներ այսպես ասած, որ գալովանք մենք ներգրավվեցինք հրաշալի մի երգչախումբ եւ կարողացանք ինքներս մեզ վերագտնել այսպես ասած եւ մեր տաղանդը բացահայտել ինչու՞ չէ։ Որպես ընտանիք մենք կայացանք, որպես երգչախումբ մենք կայացանք։ Այն գաղափարը, որ միասին մի քանի երեխաներ կարողանում են երգել մի ձայնով, մի գաղափարի շուրջ, մենք կայացանք, ստացվեց, մեզ մոտ ստացվեց։ Բարբարոս Սևելին, հարվածել ուժին, դուք անգունես մնացել, իմ չկնաղ Տաթև, չորս կողմը սարեր է, խաչքարեր ու վանքեր, երկնքում քո պայծառ արևը բազմած, կողքի սուրբ վանքը կանգուն է ահա, դու կասու կմնաս իմ չկնաղ Տաթև,